Տիկին Լաուրա ջան, դուք փաթաթեք, մեզ ասեք ոնց մենք միանանք խրախճանք, մենք կողքից ուղակի նայենք վայելենք։ Բայց նային այս ջան, ոչ մի ձևով չենք փակում։ Միսիկները չեն առանձնանում դուրս գալիս։ Բա ինչի հաշվին են կպչուն մնում։ Դա հատուկ նուրբ ձեռքերի Չգիտեմ, ես միշտ այս ուժահատկությունը եւ ուժը, ասում էիր ո՞րն է ձեր համի ուժը։ Այո։ Այ հենց այդ ուժն է, որ կախարդական կերպով այնպես անում, որ միսը խճուղակը դուրս չգա կաղամի միջի։ Մենք չգիտենք, դա վերևից է գալիս, դա էլարից է գալիս։ Այ էլարը այստեղից քիչ հեռու Աբովյան քաղաքից քիչ հեռու գտնվող գյուղակ է։ Այո։ Որտեղից է անունը, ծագումնաբանությունը, ովքեր են այնտեղ բնակվում արմատներով։ Ես չգիտեմ որտեղից է գալիս էլարը, բայց ինձ միանգամից ասեցին էլարի բոլոր կանոնները ընդունի որպես հարց, այլապես մենք քեզ չենք ընդունի։ Եվ արդեն ընկերներ արտակ եկան, ասին դարձել ես էլարցի։ Ում ջան, ինչ անեմ, շատ Բայց էլ շատ քիչ է չնում է, ես գալիս եմ որ ստուգի եմ, գնահատականներ եմ դնելու վերջում, վայ։ Միսը շատ։ Պետք է հիշեցնենք տիկին Լաուրայի անհավանական համեղ տոլմայի բաղադրատոմսը։ Եվ առհասարակ ասենք մեր շնորհակալությունը այս լի գեղեցիկ եւ հյուրընկալ ընտանիքում երջանկության պահեր ապրելու համար։ Ուշադրություն, բաղադրիչներն են։ Տավարի միս, բրինձ, ռեհան, ցիտրոն, յուղ, սոխ, խառը կանաչի, կաղամբ, աղ, սև եւ կարմիր պղպեղ։ Հիշեք, որ տոլմա յուրահատուկ համեղ է դարձնում կենդանական յուղը։ Տավարի աղացած մսին ավելացնում ենք աղացած սոխ, համեմում ենք սև ու կարմիր պղպեղով, աղով, չորացրած ռեհանով եւ ցիտրոնով։ Դրանց ավելացնում ենք թարմ կանաչեղեն, համեմ, սամիտ, մաղադանոս եւ ապա խառնում ենք բրինձը։ Հետո ավելացնում ենք կենդանական յուղը։ Այս ամենին հավելում ենք մի փոքր գոլ ջուր, որպեսզի զանգվածի կպչունությունը լինի ճիշտ։ Փաթաթում ենք թարմ կաղամբով, որը նախապես խաշել էինք։ Ինչպես նկատեցիք, տիկին Լաուրան տոլման փաթաթելու հետաքրքիր եւ շատ արագ տարբերակ ունի։ Դե իսկ վերջին համեղ ակորդներն էլ մի քիչ լեչո, մի քիչ տոմատի մածուկ եւ կրկին յուղ, շարած տոլմայի վրա։ Եփում ենք սիրով եւ վայելում։